Օրինակ բերեմ, ասենք երգը Անտունին չի ասում է սիրտս նման էր, են փլաստներ, կոտրեր, կերաններ, խախտերը սներ եւ այլն, չէ։ Եթե մենք սա խոսելով ասենք ասեր սիրտս նման էր, են փլաստներ, կոտրեր, կերաններ, խախտերը սներ, բայց երգը միշտ այնպիսի խոսքի արտահայտություն է, արտասանության զգացմունքի, որը շատ խիտ է, շատ մեծ իր մեջ էներգիա է պարունակում։ Եվ կար սկզբունք։ Սկզբունքը այն էր, որ սովորում էին, իմանում էին նշանի զորությունը, այսինքն շեշտը ինչ զորություն ունի, ստորակետը, միջակետը, տեսակները, այսինքն սրա զորությունը ինչ հնարավորություններ ունի, եւ իրենք նոր շեշտադրում էին, որովհետեւ նույն նախադասությունը մեկը կարող է ուրիշ կերպ կարդալ, մի ուրիշը կարող է ուրիշ կերպ կարդալ, եւ տարբեր կարդալուց նույնիսկ միտքը կարող է ուրիշ ձև հասկացվել, նույնիսկ կարող է հարց տալ, որ հիասթափության նման լինի, օրինակ մենք այսօր ավետարանում երբ որ ասում է ինչու երկնչեցիր կամ Քրիստոս եւ ջրի մեջ ընկղվում է առաքյալը, չէ, հարց, բայց ես ձեռագրերում նայեցի, այնտեղ հարցական նշան չի, հիասթափական նշան է, այսինքն ցավով է ասում, այնտեղ տրված է երկարի նշան դեպի ներքև, ասում ոնց որ ասի ինչու երկնչեցիր, ցավ զգա դրա համար։ Հիմա այնպես է եղել, որ կարծեք որ սովորացնում են երեխաներին դպրոցում, օրենքներ են տալիս, չէ, դա նոր ժամանակների բան է եւ ասում են, որ այսինչ դեպքում է ուրեմն միայն ստորակետը դրում, այսինչ դեպքում, գիտեք, իբր կանոնակարգել են, բայց եթե նայեք մեր մեծ բանաստեղծներին եւ արձակագիրներին, նրանք այդ կանոններին այդպես չեն հետևում, որովհետեւ չեն կարող գրել իրենց ուզածը։ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունը տարբեր ձեռագրերով պահպանված է մի հարուստ շեշտադրությամբ, կետադրությամբ, տարբեր տեսակի շեշտերով, երկարներով, բացական եւ այլն նշաններով, հա, երբ որ համեմատում ես մեր այսօրվա ուրեմն այս որ տպագրեցին Նարեկացին, ես դա կարող եմ համարել կիսատ տպագրություն, որքան տպագրել են, որովհետեւ այնտեղ բաց են թողել ուրեմն բնօրինակ այդ օրինակների ձեռագրերի շեշտադրությունն ու կետադրությունը եւ վերցված դրված է այնպես, ինչպես այսօրվա օրենքներով, լավ, նույնիսկ այնպիսի բան, որ ինքը այնտեղ ասենք այդ բառից հետո է Գրիգոր Նարեկացին անջատել, այստեղ ուրիշ տեղ է անջատված, որ սենց էլ միտք կլինի, նենց էլ, բայց երբ այնտեղ անջատես ուրիշ միտք է դուրս գալիս։ Գանք այսպիսի մի հարցի, խազերը նշանակություն են ստանում որևէ ձայնեղանակում, ուրիշ ձայնեղանակում, այսինքն ձայնեղանակը դա լադն է, ուրիշ լադում ինքը ուրիշ նշանակություն է ստանում։ Մենք ունեինք ուրեմն տարբեր ձայնեղանակներ, որոնք տարբեր ելևէջներ են արտահայտում։ Եվ ահա պետք է ասեմ մի հետաքրքիր բան, որ մեր ժողովրդական եւ եկեղեցական եթե այդ լադերը վերցնենք, մի զարմանալի բան է, Հայաստանից բացի գիտեք, եթե մեկը վիճի, պիտի ասենք բերեք ցույց տվեք, չկա այդպիսի բան։ Հայաստանից բացի չկա մի երկիր, որը բոլոր այդ 5 խաղաղությունների եւ նաեւ ուրիշ երկրների բոլոր լադերը ունենա իր մեջ։ Մենք ունենք օրինակ չինական եւ այդ մոնղոլոիդ կամ բան երկեր երգում են պենտատոնիկ լադով, մենք դա ունենք, պենտատոնիկան գիտեք որն են 5 հնչյունով որ երգում են բաստողած, օրինակ դառնանայամ զողորմին տտամ, պենտատոնիկա է, արևելքի լադն էլ ունենք, ասենք չէ, եւ այլն, այնտեղ հələ արևելքում մեր նույնիսկ մի քիչ արևելք ավելի զարդարուն են երգում այդ լադով, մեզ մոտ պարզ է, ունենք դեպի Եվրոպա գնացող ասենք ամպելածուն չի գալի շողեր ջան։ Եվ էլի կարող եմ շարունակել, որ այդքան բազմազան է, բայց դա ոչ թե ազդեցություն եմ ես կարծում, որ դա վերցված է այստեղից այնտեղից, այլ դա հենց մենք ունենք այդ լադերից ամենամաքուր երգերը, ամենավճիտ, անաղարտ, ամենամեծ արամյան երաժշտության, որ ասում են այդ երգերը, եւ որ այդ նույն երգերի նույնիսկ այդ տեսակները, եթե ուրիշ տեղ նայեք ոնց որ ասեցի արևելյան լադ, ավելի փոփոխված, ավելի զարդարուն, մուղամացված,
կարող եք հանդիպել։ Դա երևի պատահական չի, որ հնդեվրոպական լեզվի մայր հայրենիքը այսօր տեղադրում են հայկական լեռնաշխարհում, բայց լեզու ասելով, երբ որ լեզվի մասին խոսում են հնդեվրոպական լեզվի հայրենիքը, որտեղից որ առաջացել են հնդեվրոպական լեզուները, նաև պետք է խոսել երաժշտական լեզվի մասին։ Եվ պատահական չի այս փաստը։ Գալով այս հարցին, որ ասեցի լադրին, ասեմ նաև, որ մենք պահպանել ենք հունական երաժշտության նմուշներ, մեր խազերով եւ հայատար մեր գրիչները միջնադարում գրառել են հունական երգերը եւ պահպանել։ Այսօր հույները, ասենք, չունեն դա եւ իրենք էլ ունեն գրանցված իրենց նշաններով, բայց դեռ լրիվ չի կարդացվում։ Եվ ահա այստեղ միջազգային նշանակություն ունի այս հարցը, որովհետեւ մեր պահպանած մենք կարող ենք կարդալ այդ հունական երգերը եւ Հունաստանը կարող է ուրեմն հույները կարող են ունենալ իրենց հին երգերը անաղարտ ձևով, որովհետև դրանք գրանցված են հայկական խազերով, մեր խազերով, որոնք պարզը, ինչպես ասեցի, արդեն կարդացվում են։ Կոմիտասը որքան զբաղվել է երաժշտությամբ, երևի այդքան էլ լեզվով է զբաղվել, հայերենի լեզվի արտասանությամբ, ունի գրած հոդվածներ, մտքեր եւ այլն, օրենքներ, նույնիսկ օրենքներ, շատ հետաքրքիր, տաղաչափությամբ, առոգանությամբ եւ արդեն նա այնպես գիտեր մեր գյուղերի, մեր շրջանների ելևէջները այդ հարստությունը հոգու, որ ցայնով կարողանում էր տարբերել եւ պոլիսում երգչախումբը հավաքված էր եւ այնպես մի քիչ չարաճճիություն կար չընթարկվելու, դες ճակերտավոր ասեմ, այնտեղ անմիջապես կախարդվում են, մտածում են կարծես մի կախարդ լինի իրենց առաջ, երբ Կոմիտասը ասում է ասա ա, ցայնը ստուգելու եւ ասում է նստի, վանեցու լաջ, կամ ասում է ասա ա, ցայնանի դու մշեցի ես, մշեցու լաջ ես, այսինքն ցայնով կարողանում էր իմանալ թե որտեղացի է արմատը այդ երանգը որտեղինն է։ Դա շատ բարդ բան է եւ շատ նուրբ բան է, բայց այդտեղ մի ամբողջ աշխարհ է, այն ինչ որ մենք ասում ենք մեր բարբառները, մեր հարստությունը, թեկուզ որ ասում են Եվրոխորհրդի հետ կապ չունի, 21-րդ դարի հետ կապ չունի, որքան էլ մարդը զարգանա, որքան էլ ինչ լինի, միշտ հոգու հարստությունը, հոգու ելևէջները, այդ հոգու երկինքը միշտ պիտի մնա ամենաժամանակակիցը։ Դրանք այն բաներն են, որ մոդայի հետ կապ չունեն, դրանք հազարամյակներով ապրում են եւ մնում եւ շարունակվում եւ բախտավոր է այն ազգը, որ ունեցել է այնպիսի անհատներ, որոնք կարողացել են դա փրկել։ Հիմա ես ձեզ համար կերկեմ օրինակի համար մի պարզ խազերով գրանցված շարական, բայց որը շատ ոգեղեն է։ Ի տարբերություն պահպանված բանավոր շարականի հետ ավելի հին է ոճը, ավելի նույնիսկ երևում է, որ մեր հին երաժշտության նախաքրիստոնեական արմատներից եկած ոճն է եւ գրեթե ազդեցությունների չընթարկված։ Հայրանս կիսպ, որ վերօրնյալ դես, իդասուց քերով Has kes ağa